Так, նորմալ լսվում է ժողովուրդ։ Նորմալ էլ տեսնում եք։ Շատ լավ։ Սպասենք մեր հյուրն էլ միանա ու սկսենք։ Так, երևի ինչ-որ այնտեղ տեխնիկական խնդիր կա, մենք հասկանում ենք ինչ է կատարվում։ Всё։ Ողջույն։ Ողջույն։ Բայց ձեր ձայնը ես լավ չեմ լսում, մյուսները նորմալ լսում են։ Ես երևի ավելի բարձր խոսեմ, լավ է լսվում հիմա։ Չէ, էս իմ մոտից է ինչ-որ մի բան։ Շատ լավ լսվում է, օքեյ, իմ մոտ է ինչ-որ մի բան նիտո։ Ոչ մի խնդիր։ Так, ողջունում եմ ձեզ, նախ առաջինը մեր հյուրին եւ մեր լսարանին, չգիտեմ քանի հոգի, 26 հոգի է միացել, ընդհանուր նրանք, ովքեր առաջ անգամ են միանում, ովքեր ինձ չեն ճանաչում, ես Ռաֆայել Պետրոսյանն եմ, առաջին մասնագիտությամբ բժիշկ, կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ, Միտք հարթակի համահիմնադիրներից, արդեն հոգեբանական գիտությունների թեկնածու ու մեր ոդքասթների վարողը։ Նոր տարուց հետո մենք մի քիչ ընդմիջում ունեցանք զբաղվածության պատճառով ու արդեն վերադառնում ենք մեր ոդքասթներին։ Այսօրվա մեր հյուրը Նաիրա Ազատյանն է, կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ, ԵՊԲՀ դասախոս եւ Էրեբունի բժշկական կենտրոնի ծննդատան հոգեբան։ Եվ այսօր մենք նրա հետ խոսելու ենք պերինատալ հոգեբանության մասին կամ մայրության, մայրերի, հղիության ընթացքում մայրերի հոգեբանության մասին։ Դա արդեն ավելի մեզ հասկանալի լեզվով կբացատրի մեր հյուրը։ Ես էլ ոնց որ միշտ էլի ոչ մի բան չեմ հասկանում, չգիտեմ, так что պատրաստել եմ որոշակի հարցեր մեր հյուրին նա դա էլ անելու համար, ասած ոնց որ ես սիրում եմ, ու միանգամից ձեր թույլտվությամբ առաջի հարցս։ Երբ ասում ենք պերինատալ հոգեբանություն, շատերը հստակ չեն պատկերացնում ինչի մասին է խոսքը։ Ինչպես մեզ կբացատրեք դա պարզ մարդավարի լեզվով։ Շնորհակալություն հարցից համար, նախ ողջունում եմ բոլորիդ, անչափ շնորհակալ եմ հրավերքի համար, շնորհավորում եմ ձեզ, ձեր հաջողված քայլի համար, դա բավականին մեծ հաջողություն է կարծում եմ, եւ ինձ թվում է ավարտական չի լինի եւ անպայման կունենա նաեւ շարունակություն։ Շատ հետաքրքիր թեմա է այսօր, թեմա, որի մասին մենք այսօր շատ քիչ ենք խոսում, բայց ինքը չափազանց ակտուալ է եւ հոգեկան առողջության մի կարեւոր մասնիկն է կազմում։ Ինչ է նշանակում պերինատալ հոգեբանություն, առհասարակ որոնք են մասնագետները, որոնք զբաղվում են պերինատալ հոգեբանությամբ, ինչ ենք անում մենք, մենք աջակցում ենք կանանց մինչեւ մայրանալը ամբողջ հղիության շրջանում եւ հղիությունից ծննդաբերությունից հետո 1 տարի։ Եթե ասած կարճ մարդավարի լեզվով բացատրենք, ապա մեր գործառույթները այդ շրջանի հետ են կապված։ Շատ լավ, շնորհակալ եմ, որ շակերտները շատ չբացեցիք, որ ցենց հստակ ոնց որ շարքով գնանք։ Մի հատ սկզբում խնդրում եմ, երևի թե ձեր փորձով էլ հաստատ ձեր փորձով էլ կունենաք տարածված այն միֆերը հղիության հետ կապված, մայրության հետ կապված, որոնց դուք հանդիպում եք առօրյայում։ Որոնք են ամենատարածված այդ միֆերը։ Երևի թե մեր ազգաբնակչությունը եւ մեր մենթալիտետը յուրահատուկ sense հնարավորություն ունի գենետիկորեն անդադար ինչ-որ միֆեր կառուցելու եւ sense յուրահատուկ պիտակավորելու, որտեվ տեսեք կինը ծնվում է եւ փոքր ժամանակվանից աղջիկը միշտ լսում է նույն բանը, որ պիտի կին դառնաս, մայրանաս եւ ցավից վախենալ չի կարելի եւ դա մի գաղափար է, որը հաստատ պիտի քո հետ կատարվի։ Հաջորդը այն, որ ինքը միշտ պիտի հասանելի լինի, ինքը միշտ պիտի ինքնազոհ լինի, սեփական եսը չունենա այն պահին, երբ որ ինքը մայրանում է եւ իր մնացած սոցիալական դերերը կարծես թե վերանում են այդ ամենի մեջ եւ երևի թե ամենատարածվածը, որը որ sense խրատի նման փոխանցվում է ավագ սերնդից երիտասարդ մայրիկներին, դա այն է, որ դու առաջինը չես, վերջինը չես։
Եվ այսօր ինչ-որտեղ նաև սառույցը շարժվել է եւ շատ կանայք հասկանում են, որ այն անհանգստությունները, որոնք իրենք ունեն, դա նորմալ չի եւ այդ ամենի հետ պետք է ինչ-որ մի բան անել, բայց հավոքցի մեծամասամբ իհարկե մեր անդիկները դեռ շատ են։ Նաև ասենք, որ մարդը այս ամենի մեջ Հարև ինձ մենակ իր խնդիրների տակների մեկտեղ։ Դուքինի փոփոխություններ են ունենում կնոջ կանի է հոգեբանական ներաշրջում այդ միայն ֆիզիկական գործընթաց չէ, բավականին սնխորը հոգեբանական ընթացք է, շատ երկար ճանապարհ է, որ շատ անգամ կանայք ստիպված են մենակ անցնեն իրենց բոլոր այդ ապրումներով։ Եթե թեկուզ միայն վերցնենք այն, որ սարսափելի հորմոնալ փոփոխություններ են տեղի ունենում, ապա ցանկացած հորմոնալ փոփոխություն բերում է նրան, որ մեր հուզական դաշտը հաստատ խանգարված է լինում, գումարած նրան, որ այդ ամենի հետ անկախ նրանից, որքան է կինը սպասում հղիությանը, որքան այն կսպասում, որ պիտի մայրանա, նաև այդ սերն ու սպասելիքները իրանք հաստատ բերում են իր հետ նաև տարբեր հուզական այսպես ասած ելևէջներ, որոնց մեջ մտնում է վախը, տագնապը, անորոշությունը, պատասխանատվությունը եւ այն, որ արդյոք ես կկարողանամ լավ մայր դառնամ եւ այդ սոցիալական դերը, որ պիտի ստանձնեմ իմ մոտ կստացվի, թե չի ստացվի։ Եվ իհարկե այստեղ հոգեկան առողջության մասին հոգ տանելը շատ կարևոր է, նամանավանդ առաջի եւ երրորդ տրիմեստրների մասին ենք խոսում, որտեղ երկրորդ տրիմեստրը սովորաբար ինքը սենց ավելի կայուն է եւ ավելի հանդարտ։ Եթե իհարկե չկան նաեւ պաթոլոգիկ որոշակի մանկաբարձական խնդիրներ։ Okay, շատ լավ։ Այսինքն, ստեղից ինչ հետևություն անենք, որ ագնապ ու վախեր ունենալը հղիության ընթացքում դա նորմալ է, թե կան դեպքեր, որ այսինքն ինքը միշտ խնդիր է, թե կան դեպքեր, որ նորմալ է, adekvat է, նորմալ է որ լինի ու դա խնդիր չի, թե միշտ խնդիր է։ Այստեղ կարևորը չափն է, Ռաֆայել ջան, այսինքն տագնապը ինքը ադապտատիվ նորմալ երևույթ է, որտեղ թույլ է տալի նաև որոշակի սպասելիքների մասին մտածել, բայց եթե տագնապը բերում է նրան, որ կնոջ մոտ առաջանում են արդեն որոշակի կպչուն մտքեր, որոնք չեն դադարում գոյություն ունենալ, որոնք ավելի ու ավելի են դառնում, նույնն էլ կապ ունի վախերի հետ, եւ ասեմ, որ այսօրվա այդ մեդիա դաշտը նաև այդ ամենի համար բավականին լավ աղբյուր է հանդիսանում։ Եվ մենք ինչ ունենք, մենք այսօր բազմաթիվ խնդիր ունենք եւ շատ անգամ խոսում ենք մանկաբարձ գինեկոլոգների հետ, որ հղիները ընտրում են մի ուղի, հա, իրանք չի բավարարում են հանգստությունը, որ իրանք ստանում են բժշկի կաբինետում, իրենց համար ամենակարևորը ինչ որ մի հապ խմել, օրինակ մագնին, որը շատ տարածված է այսօր, այսպես ասած փոխարինում է հոգեկան առողջության ոլորտի մասնագետի մոտ այցը, փոխարինում է նորմալ հոգեթերապիան, անգամ փոխարինում է այն ամենը, ռացիոնալ հոգեթերապիան, որ բժիշկները վստահ են, ապահովում են ամբողջ այդ հղիության վարման շրջանում։ Եթե տագնապ, այստեղ չափի մասին ենք խոսում, եւ այո, եթե այդ չափը շատ է, եւ արդեն հղին ինքնուրույն այդ ամենի հետ եւ չխոսենք միայն հղիության մասին, այլ նաեւ մայրանալու այդ process-ի մասին, եթե կանայք չեն կարողանում այդ ամենի հետ արդեն մենակ պայքարել, այստեղ լավագույն իհարկե ճանապարհը դա մասնագետին դիմելն է։ Շատ լավ, երևի թե ընդհանուր պատկերացում կազմեցինք լսողների հետ մեր խմբին հիմա միացած խմբակիցներից հիմա եթե են միացածների հետ, ովքեր էլ չեն միացել, հետո մենք ձայնագրությունը տեղադրելու ենք իրենք լսեն։
Այ լինում է, որ հղիությունը լինում է անսպասելի, լինում է, որ հղիությունը լինում է պլանավորված, լինում է, որ երկար տարիներ չարչարվում են, հետո նոր վերջապես այդ ցանկալի երկար սպասված հղիությունը լինում է, բայց միևնույնն է, էլի վախեր առաջանում են։ Այդ վախերը ինչի համար եմ ավելի շատ ուզում շեշտը դնեմ այս հարցի վրա, որովհետև երբ որ մարդը մեզ լսողների համար ավելի շատ, որ երբ որ հասկանում են, թե նույն վախը ոնց է առաջանում, իրանց համար դրա հետ ոնց որ կռիվ չտալը ավելի հեշտ է լինում, հասկանալ ընդունելը ավելի հեշտ է լինում ու էլ չեն կատաստրոֆիզացնում։ Դրա համար կխնդրեմ ձեր տեսակետից ու փորձից ելնելով մի քիչ ավելի sense մեզ հասանելի լեզվով բացատրեք այդ նույնիսկ սպասված հղիության ցանկալի, որ այդքան չարչարվել էին ու վերջապես հղիացել է, այդ ժամանակ էլի վախեր առաջանալը, ինչ վախեր են առաջանում, ոնց են առաջանում, ինչքանով է դա նորմալ եւ այլն։ Այսպես ակետից կխնդրեմ երկու բառով ասեք։ Գիտեք, ինչն է հետաքրքիր, որ վախերը առաջանում են երևի թե այսօր մեր ներկայիս իրականության մեջ գրեթե բոլոր հղիների մոտ։ Մի օրինակ բերեմ, որ եւի պրակտիկ ավելի հետաքրքիր լինի, վերջի մայրության դպրոցում կային հղիներ, մոտապես 15 հոգի նստած էր, որոնցից 10-ը ասացին, որ վախերը այնքան շատ են, որ չի կարողանում օրվա ընթացքում նաև կառավարի այդ զգացողությունը, եւ կարկին, որը 4-րդ երեխան էր ծննդաբերում, եւ 4-րդ երեխան էր շատ սպասված։ Եվ ասում էր ամեն ծննդաբերության հետ մեկտեղ վախերը շատանում են։ Իրանք բազմաբնույթ են, մեկը վախենում է ցավից, մեկը ծննդաբերության ընթացքից, մեկը իր առողջության մասին է հոգ տանում, մեկը վախենում է մարմինը կփոխվի, ինքը արդյոք ցանկալի կլինի ամուսնու համար, թե ոչ, մեկը վախենում է կարողանա բոլոր այն սպասելիքները իրականացնի, հա, որ կարողանա օրինակ լինել լավ մասնագետ, լավ կին, լավ մայր, եւ չմոռանանք, որ կնոջ դերը դրանով չի պակասում ծննդաբերությունից հետո, այլ ինչ որտեղ նաև ավելանում է եւ իհարկե ամենամեծ այդ սոցիալական սպասելիքներն են, որ բոլորը ունեն։ Եվ վերջի երևի շատ տարածված վախերից է նաև այն, որը կախված է երեխայի մենթալ առողջության հետ, հա։ Այսինքն երեխան առողջ կծնվի, թե չի ծնվի, կունենա խնդիրներ, թե չի ունենա, եւ ինչ որ միտեղ նաև այս ամենին նպաստում է ինֆորմացիայի հոսքը, ոչ ֆիլտրված, հա, որտեղ ի վերջո ցանկացած ինֆորմացիան ընկալում է մարդը իր այդ ներքին հոգեհուզական վիճակով եւ շատ անգամ մենք ես շատ սիրում եմ այդ Կիկոսի հեքիաթը, դառնում ենք ի վերջո այդ Կիկոսի զոհը, հա, երբ որ մեր երևակայության մեջ անպայման պատկերացնում են այն ամենավատ սցենարը եւ այդ վատ սցենարով շարունակում են ապրել եւ այդ վախերը թույլ չեն տալի, որ այդ հրաշալի շրջանը հղիության մարդ կարողանա իրականում վայելել ամեն մի զգալի փոփոխություն ու փոփոխությունները շատ տարբեր են եւ պատրաստվի այդ ծնող դառնալու իրական հաճույքին։ Առավել եւս շնորհակալություն շատ, առավել եւս որ այդ ինֆորմացիան հիմա մեդիան, այդ սոցիալ մեդիայում, Instagram-ը, ռիլերը ով հասցնես խորհուրդները ասում, ով հասցնես ինչ որ բաներ պատմում, կիսում ու այդ ինֆորմացիոն ասած աղբանոցի մեջից պետքական ինֆորմացիան ունենալը առավել եւս եթե մի քիչ տագնապային մարդ եղավ, ոչ պատկերացնում ենք այնտեղ ինչ կատաստրոֆա։ Այո, եւ այստեղ շատ կարեւոր է այդ նախապես, այսինքն պրեմորբիդ անց գնահատելը, որտեղ եթե մեր ծննդկանը ինքը արդեն իսկ միջև հղիություն ունեցել բարձր տագնապալիությունը եւ ներշնչողականությունը, ապա հաստատ հղիության ժամանակ այդ ամեն ինչը կսրվի։ Նույնն էլ վերաբերվում է այդ երկար սպասելիքներից հետո, չէ՞ որ ամեն մի փորձ, որը կարա անհաջող լինի, ինքը բավականին, այստեղ շատ զգայուն թեմա է, եւ դա երևի առանձին sense թեմա է, ինչը կախված է սպասելիքների հետ, անհաջողությունների հետ, իրանք միշտ բերում են խորը հիասթափությանը եւ երբ որ վերջապես դա կատարվում է, մարդիկ անգամ մեղքի զգացում են զգում, որ չեն կարողանում լիարժեք ուրախանան, որտեղ մի անգամից միանում են այլ վախեր այստեղ արդեն։ Շատ լավ, շնորհակալություն, հիշեցնեմ, որ մեր հյուրը Ազատյանն է Իրանա, մեր միտքի մասնագետներից ու իր հետ կարող եք կապ հաստատել, եթե կարիք ունենաք խորհրդատվության, հենց միտք հավելվածից էլ կարող եք իր աշխատանքային գրաֆիկին ժամերին ծանոթանալ։
Ու անցնեմ մյուս հարցին։ Շատ տարածված լինում է, կուզեմ մի երկու նախադասությունով դրան էլ անդրադառնանք, որ դե լավ, դե ինչ ես դժգոհում, դու պետք է երջանիկ լինես, դու հղի ես, վերջապես հղիացել ես, ինչ ունես մտածելու, վերջապես դու մարդկությանը պետք է գաս ինչ-որ այսպես շրջապատի ճնշող արտահայտությունները ինչքան են հիմա ձեր պրակտիկայում հանդիպում, ինչքանով են շատ, ինչքանով հլկան ու իրականում ինչքանով են դրանք ազդում հղիների ու ապագա մայրերի վրա։ Իհարկե, եթե մենք համեմատենք այն տենդենսների հետ, որոնք կային 20 տարի առաջ, հիմա մի քիչ նվազել է այդ ամբողջ մեծ ընտանիքի, մրջնաբույնի հոսքը, այդ երիտասարդ ընտանիք, մենք անգամ կարանք այդ համեմատությունը տեսնենք, օրինակ, այցերի ժամանակ, որտեղ այցելում են արդեն զույգերով, այլ ոչ թե ամբողջ ընտանիքով, մենք իհարկե ունենք այդ ընտանեկան պացիենտի կարգավիճակը, մենք սիրում ենք, բայց իհարկե կան տարածաշրջաններ եւ այո կան ընտանիքներ, որտեղ այդ անդադար դերը, որ պիտի ստանձնի, եւ անդադար երջանիկ լինի, չմոռանանք, որ մայրական բնազդը դա չի ծնվում աղջիկ երեխայի հետ առաջի օրվանից, երբ որ ինքը լույս աշխարհ է գալի։ Մայրական բնազդը շատերի մոտ ինքը զարգանում է, մեկի մոտ հղիության ընթացքում, մեկի մոտ ծննդաբերությունից հետո, եւ այն, որ ինքը չի կարողանում երջանիկ լինի, եւ այսպես չի կարողանում բավարարի սպասելիքները, շատ անգամ նման կանանց մոտ առաջացնում է sense մեղքի եւ ամոթի զգացում։ Ինչու ես դա չեմ զգում։ Կամ ի վերջո իրական զգացողությունները արգելափակվում են եւ այսպես ասած առաջնային պլան են դուրս գալի այն զգացողությունները, որոնք սպասված են, բայց իրասեփական զգացողությունները չեն իրական։ Դա արդեն հասկանալի է, որ դա էլ իր հերթին կբերի թե ներքին կոնֆլիկտներին, թե տագնապալիությանը եւ նաեւ ինքնախարազանման։ Շնորհակալություն պատասխանի համար, մենք ճիշտ է թվարկեցիք վախերի առումով, թե ինչ վախեր են առաջանում, բայց կուզեմ մի հատ առանձին կետերով էլ անդրադառնանք հստակ կետեր, առանց ճակերտներ բացելու, ուղղակի թվարկենք ծննդաբերությունից առաջ ինչ վախեր են ամենահաճախը հանդիպում։ Նախ ամենաառաջինը դա ցավն է, քանի որ դա երևի սենց հստակ աքսիոմա է, բոլորը գիտեն, որ ծննդաբերությունը ինքը հավասար է ուժգին ցավերի, զգացողությանը եւ այստեղ նաեւ կարեւոր է հասկանալ ես կարող եմ այդ ցավը տանել, թե չեմ կարող։ Երկրորդը դա այն որ չես կարող կառավարես այդ process-ը եւ չես կարողանում կանգնեցնել։ Այն վախը, որ դա կարա լինի անկառավարելի։ Տեսեք, հոգեբանական առումով մենք չենք կարա ցավը ավելի պակասացնենք, թե չէ, բայց մենք կարողանում ենք որոշակի այդ ճիշտ տեխնիկաների շնորհիվ, ճիշտ աշխատանքի շնորհիվ այնպես անենք, որ իրանք իրենց չզգան այդ process-ից դուրս, այլ հասկանան, որ իրանք բավականին ակտիվ ներգրավվածություն ունեն այդ process-ի հետ եւ իրենց այդ հոգեկան կառավարումը կարա օգնի, որ նաեւ ինչ-որտեղ ցավը նվազեցնեն։ Հաջորդ վախը այսօր շատ տարածված դա արտաքին տեսքն է։ Իմ մարմինը, ինչը նաև ներառում է այն յուրահանգամանքը, որ շատերը հրաժարվում են օրինակ կրծքով կերակրումից, որ մարմինը մնա նույնը եւ ոչ մի փոփոխության չի ենթարկվի, որտեղ դա բավականին կարեւոր է։ Հետո հաջորդ վախը դա լավ մայրիկ կլինեմ, թե չէ։ Վախերից մեկը նաև այնքան հաճախ չի հնչում, որտեղ մի քիչ ինտիմ թեմա է, բայց ինքը առկա է, դա գրավիչ կլինեն արդյոք ծննդաբերությունից հետո, հարաբերությունները, ինտիմ հարաբերությունները ամուսնու հետ, եւ եթե մինչ ծննդաբերություն նաև ունեցել են այլ երեխաներ, ես կկարողանամ արդեն հավասարաչափ ժամանակս կառավարեմ։ Եվ նաև ինչու՞ չէ շատերի մոտ նաև վախ կա, որ ծննդաբերությունը կարա բավականին վատ ավարտ ունենա, դա կարա կապված լինի թե երեխայի պերինատալ, այսինքն կորուստ լինի, թե նաև սեփական առողջության կորստի հետ։ Հասկացա։ Իսկ եթե փորձենք այդտեղ կարանք տարանջատենք կամ ըստ ձեր պրակտիկայի որն է ավելի շատ վախենում են այդ վերահսկողությունը կորցնելուց, թե ավելի շատ վախենում են ցավից։ Այստեղ նենց հետաքրքիր է նաև կապ ունի ով է բժիշկդ։ Այդ բժշկի հանդեպ վստահությունը
շատ կարևոր է, որտեղ նաև կարևոր է ոչ միայն վստահությունը, այլ նաև որքանով է բժիշկը հուզական ներգրաված քո խնդիրների մեջ։ Չէ՞ որ միանգամից ոչ մեկ հոգեբանի մոտ չի գնում, եւ մենք այն կարևոր տեղ ենք զբաղեցնում, բայց մենք ցավոք շատ այնց բավականին վերջի տեղում ենք եւ եթե բժիշկը հուզական ներգրաված է, հա, ինքը ինչ որ միտեղ կարա մեղմացնի այդ ամենը, բայց հետաքրքիր որ ծննդաբերությունը այնպիսի գործընթաց է, որը այդ պահին այնքան փոփոխություններ է բերում օրգանիզմում հորմոնալ, որ փորձը ցույց է տալի, որ անգամ այն ամենա ներդաշնակինը, որը որ երբեք չի խոսել այդ վախերի մասին, այդ պահին, երբ որ հասկանում է, որ այլևս process-ը կանգնացնել չի կարող, հա, շատ անգամ ընկնում է այտենց տարբեր հուզական ելևէջների մեջ, որ դժվարանում է։ Այստեղ արդեն միայն բժիշկն է օգնության հասնում։ Մեր երկրում չկա այդ պրակտիկան տարածված, որ հոգեբանը նաև լինի ծննդկանի կողքը, որ այդ ընթացքը կարողանա նաև հետը կառավարի, այն ամեն ինչի մասին են միջև այդ խոսել են, այս պահին արդեն վերած են դեպի պրակտիկ որոշակի վարժությունների եւ այլն։ Ну, ցավոք սրտի, բայց դե մենք առաջի քայլերը սկսել ենք անել, այդ ամեն ինչը ավելի հասարակության կողմից ավելի ընդունված ու հասարակության այդ ամեն ինչի գիտակցումը ավելի բարձրացնելու ուղղված քայլերը հենց հիմա էլ արդեն անում ենք։ Ու միանգամից հարց առաջացավ, այ նախորդը որ խոսացինք, որ Չնայած առաջանալուց բաց այստեղ համել նախապատրաստելի, որ այդքան որ խոսում են, դու պետք է երջանիկ լինես, այդ մի հատ լրիվ ուրիշ երջանկություն է, այդ մի հատ ուրիշ աշխարհ է, կյանքդ լրիվ փոխում, այս արտահայտությունները, որ լսում են, սպասում, հետո ծննդաբերում են ու ինչ-որ ինչ-որ չկա այդ զգացողությունները։ Այդ դրա բացակայությունը ինչքանով է նորմալ, ինչով է պայմանավորված ու մեծ հաշվով ինչի է այդպես լինում, որ այդքան սպասում են, որ հեսա պետք է երջանկություն զգան, բայց մի տեսակ ասում ուր է, որն է դա։ Նախ սկսենք նայել դա կապված է հղիության ընթացքից։ Եթե հղիությունը բավականին ծանր է ընթացել, թե հոգեպես, թե ֆիզիկապես, եւ ծննդաբերությունը տալիս է հնարավորություն վերջապես, այսպես ասած, այդ բեռից ազատվելու, դե հիմա պատկերացնենք, որ ամբողջ հղիությունը որպես ստրես է անցալվում եւ անդադ պայքար մի process-ի դեմ, որ դու չես կարողանում կառավարես, եւ ծննդաբերությունը քեզ տալիս է օրինակի համար հնարավորություն այդ ամենից ազատվելու։ Այո, հյուծվածությունը կարա լինի եւ կարա բերի այլ զգացողություններ, այլ ոչ թե միանգամից այդ մայրական վնասդի արթնանալը, հա, եւ այն կատարյալ մամա լինելը։ Բացի դրանից, այդ իդեալական մամայի կերպարը եւ սպասելիքները շատ անգամ իրականությունից շատ հեռու են։ Անգամ այդ հրաշալի ծննդաբերական process-ը եւ այլն, ինչ որ դու ֆիլմերում ես տեսնում, չգիտեմ, ռիլզերում ես լսում, ֆորումներում ես կարդում, քո սեփական սցենարը կարա լրիվ այլ կերպ գնա։ Եվ եթե ինքը չի համապատասխանում քո երևակայական սպասելիքների, դա կարա բերի նրան, որ դու այս պահին ոչինչ չես զգում։ Լավ, էս էր, իսկ ինչ կարող եմ ես այստեղ զգալ։ Բացի դրանից, այդ մայրական ինստինկտը նաև ինքնին շատ դանդաղ կարա զարգանա, այսինքն ինչի հիման վրա, խնամքի, ծնող երեխա այդ փոխհարաբերությունների, հոգ տանելու, հուզական կապը ինքը աստիճանաբար է զարգանում։ Որտեղ շատ ծննդկաներ ասում են, դե ոչինչ չեմ զգում, երեխաս մինչև չսկսեց խաղալ, ես իմ հղիությունը չեմ ընկալում, չեմ զգում, բայց մեղավոր եմ զգում, որտեղ ինձ ասում են առաջի վայրկյանից զգացել եմ։ Ասում եմ, դա որքանով կարա լինի մարմնական զգացողություն, որքանով կարա լինի հոգեկան զգացողություն, բոլորի մոտ տարբեր է եւ երևի թե լավագույն ձևը դա ընդհանրապես չհամեմատվել, հա, որտեղ ստանդարտ այս տարբերակում մենք հաստատ չունենք ստանդարտ։ Եվ այո, եթե առաջի մեկ շաբաթը չի լինում այդ բուռն հուզական կապը, ինքը կարա լինի 1-2 շաբաթ հետո, 3 շաբաթ հետո, երբ որ դու ամեն օր հասկանում ես, որ քո երեխայի հետ կապը ինքը ամրապնդվում է խնամքի միջոցով, կրծքով կերակրման միջոցով, հենց այդ է պատճառը, որ այնքան անհրաժեշտ են այդ մայրության դպրոցները, որտեղ ցանկացած սցենար կարա քննարկվի եւ իրանք հասկանան նաեւ, որ մենակ չեն եւ ամոթ չի իրականում այդ
չգիտեմ, էյֆորիկ երջանկությունը այդ պահին չզգալը։ Այսինքն կարանք հիմա, եթե ճիշտ եմ ասում, հաստատեք, եթե չէ ուղղեք, այսինքն կարանք ասենք մեր լսողներին ու հետևյալ լսողներին, որ այդ առաջի օրերին այդ դատարկություն զգալը, sense ասած, կամ են սպասված երջանկություն չզգալը, դա խնդիր չի, դա չի նշանակում, որ իրենք վատ մամա են, դա եսիմինչ չի, դա նորմալ է ու կարա լինի, դրա հետ կռիվ տալ կամ դրա համար այդ ինքնախարազանվելը պետք չի։ Դե, պետք չի։ Եթե մենք ուզում ենք, չգիտեմ, խոսելու ենք այսօր հետ ծննդաբերական դեպրեսիայի մասին, թե ոչ, եթե մենք խոսում ենք այն շրջանի մասին, որը այդ baby blues-ն է, ապա դա նորմալ է։ Բայց այնտեղ կա մի հատ շատ յուրահատուկ սահման, եթե այդ սահմանը անցնում ենք, արդեն իհարկե մասնագետի աջակցությունը կարևոր է։ Շատ լավ, հեսա դրանք անդրադառնանք, բայց որպեսզի իմ հարցը մի քիչ ամբողջական լինի, ես իրեն մի քիչ բաժանեցի երկու մասի։ Մենք ասում ենք, որ նորմալ է, որ ինքը ներքին այդ որ սպասում էր, որպես սա պետք է վաու ինչ-որ էֆեկտ լինի, դա չունեցավ, դա նորմալ է։ Իսկ ասոք նորմալ է, որ չզգա կապը երեխայի հետ։ Լինում է, որ նույնիսկ ինչ-որտեղ չեմ ուզում սուր բառով ասեմ, բայց լինում են դեպքեր, որ նույնիսկ ագրեսիա է առաջանում երեխայի հանդեպ, հատկապես առաջի օրերին, այդ օտարությունը, որ չի ուզենում, չակերտը որ ասած նույնիսկ կարա լինեն դեպքեր, որ ասում են ոնց որ առաջի օրերը դաժե զզվեի երեխուց։ Այ սրանց մասին մի երկու բառով էլ խնդրում եմ ասեք, որ մի քիչ ավելի պարզ լինի։ Գիտեք, մեծամասամբ այդ բոլոր զգացողությունների հիմքում վախն է սոցիալական այդ մայրության դերի կատարյալ մամա լինելու եւ նաեւ այն զգացողությունն է, որ ես այլևս ազատություն չունեմ լիարժեք, որ կա մեկը, որը ինձանից տոտալ կախում ունի, որքանով եմ ես պատրաստ իմ ժամանակը եւ ազատությունը սահմանափակեմ այդ դերը ստանձնելու համար։ Դա ամոթ է դրա մասին խոսել, ուղիղ տեքստով հազվադեպ են խոսում դրա մասին, բայց այդ ռեակցիաները որպես պաշտպանական հիմքում իհարկե արմատում է դա։ Արդյոք ես պատրաստ եմ իմ ազատությունը ինձ ազատությունից զրկելու, ես պատրաստ եմ գիշերները չքնելու, ես պատրաստ եմ ինչ-որ կերակուր չուտելու, հա, այսինքն ինձ սահմանափակել ինչ-որ հարաբերությունների մեջ, որ առաջ ինձ համար ազատ են։ Եվ տեսեք, չէ՞ որ այստեղ մի քանի սենց ստրեսային փուլեր են անցնում զույգերը, չէ՞, այսինքն իրանք նոր հարմարվում են երկուսով օրինակ ապրելու, եթե մենք առաջի երեխայի մասին ենք խոսում, եւ անմիջապես հղիությունը լինում եւ իրանք պետք է միանգամից հիմա էլ պատրաստվեն ծնող դառնալու դերի հետ։ Այսինքն ընդդեմ դեռ չեն հարմարվել ու մենք վերցնում ենք այդ դեռ չհարմարված երկու հոգուն, որտեղ առօրյայում եւ կենցաղ կիսելը դա լրիվ այլ հարաբերություններ են, հա, այսինքն քան այն կատարվում է այն մինչեւ ամուսնությունը։ Եվ շատ անգամ այո այդ վախերն են լինում։ Ես պատրաստ եմ իմ ազատությունը դնել մի կողմ։ Այդ բոլոր ապրումների եւ դժվարությունների։ Այսինքն ստեղից կարանք հետևություն անենք, որ եթե փորձեմ ամփոփ ձևով ասեմ, որ նման բաներ ունենալը երեխու հետ կապված կապը չզգալը, նույնիսկ ինչ որտեղ ագրեսիա զգալը կարա լինի, դա ճակերտավոր ասած նորմալ է, դրա համար պետք չի քեզ մեղադրել, որ ես վատ մամա եմ, ես եմ, բայց եթե տեսնում ես, որ դա չափից շատ է, որ հեսա որն է, հիշենք, որ ի տարբերություն անցյալի հիմա արդեն կան բավականին գրագետ ու նեղ մասնագիտացված մասնագետներ, ովքեր պատրաստ են քեզ այդ հարցում օգնեն, ուղղորդեն ու որովհետև հիմնականում փորձը ցույց է տալիս, որ մեր խնդիրների մեծ մասը ինֆորմացիայի պակասից է առաջանում։ Հաստատ։ Այդ մարդը ի սկզբանե իմանար, որ այդ ամենը նորմալ է, կարա այդպես բան լինի եւ այլն, էլ ավել չէր սրվի։ Շատ լավ։ Հիմա սենց հարց առաջանում, այդ սահմանը ծննդաբերությունից հետո կարա լինի հոգնեցություն, բնականաբար 9 ամիս նորմալ չի քնել, չեմ ասում, եթե տոքսիկ ինչ-որ հղիություն ա եղել, սրտխառնոցներով, էլ չեմ ասում, եթե դեռ կարիք ա եղել պառկելու, բայց եթե դրանք էլ հանենք հասարակ են, որ մեջքի ցավա, քաշի ավելացում ա, ոտի ցավա, չգիտեմ, գրիժա ա, տոքո ուզած դիրքով չես կարող ստի պարկես քնես, նորմալ չես կարող
պետք է ուղիղ ասեմ, դաժե տուալետ նորմալ չես կարող գնաս, այսինքն այս մինիմալ բաները, որոնք կարան առօրյայում առհալավ դե ինչա որ դղեղի է սաղն դրա մեջ ասում, բայց այդ մինիմալ բաները բնականաբար այդ մարդու սպառում են։ Ու դրանից հետո նորմալ է որ մարդը զգա հոգնածություն, սպառվածություն։ Հիմա որտեղ է այդ սահմանը, որ տարբերակենք դա այդ նորմալ սպառվածությունն է, թե արդեն ինչ-որ վտանգավոր վիճակ է, որ արժի դրա համար անհանգստանալ, թե որ սպառված եմ, ոչինչ, մի քիչ մնա կվերականգնվեմ։ Այս սահմանը որտեղ է, ոնց տարանջատեք դա։ Նախ ժամանակահատվածի հետ, որտեղ եթե մենք խոսում ենք մայրական բլուզի մասին, դա 2 շաբաթ, մաքսիմալ 3։ Այստեղ իհարկե կա ադեկվատություն, բայց այստեղ կա անքնություն, այստեղ կա հոգնածություն, այստեղ կա ֆիզիկական ցավ, ինչ որտեղ նայած ու մոտ ինչ ծննդաբերություն, բարդ, ավելի հեշտ եւ այլն, եւ այստեղ նաեւ այս ամեն ինչի հետ մեկտեղ, երբ որ քեզ թվում է, որ դու արդեն ազատվել ես նոր հմտության ձեռքբերում, դա կրծքով կերակրումն է, որը ոչ բոլորի մոտ նաեւ հարթ է անցնում, եւ այո, այդ տխրությունը եթե ինքը զգում է այդ տխրությունը, եթե ինքը գնահատում է այն ամեն ինչ, որ իր հետ կատարվել է եւ խոսում է, որ իմ դուրը չի գալի, ես զգում եմ, որ տխուր եմ, ես անտարբեր եմ երեխայի նկատմամբ եւ այլն, այսինքն քննադատական վերաբերմունք կա, այդ մայրական բլուզը հեշտությամբ անցնում է առաջի հերթին հոգատարության, ճիշտ հոգատարության շնորհիվ։ Եվ այդ հոգատարությունը տանում են ամենամտերիմը, լավագույն տարբերակը դա զույգն է։ Այսինքն, երբ որ այդ պատասխանատվությունը կներես ոչ թե հետերոխուզենը կտրի թոքնեմ, այլ աջակցումը։ Այլ ոչ ես իր հետ կքայլեմ, դու հանգիստ պարկի քնի։ Այսինքն, քեզ դժվար է, ես այս պահին կանեմ, ես քեզ կօգնեմ, միասին անենք։ Իրականում այստեղ մենք շատ անգամ երբ որ խոսում ենք մայրության դպրոցում եւ ասում ենք որ նման բաներ եթե տեղի ունենան լավագույն մեր գործառույթը իրականում ընտանիքի կրթելն է որ իրանք կարողանան առողջ ձևով զբաղվեն այդ ինքնախնամքով բայց եթե այդ ամենը շարունակվում է երկար եթե չկա քննադատություն, եթե կա տոտալ անտարբերություն սեփական եսի նկատմամբ, անգամ հիգիենայի նկատմամբ, եթե չկա ախորժակ, եթե անքնություն է, եւ այդ հուզական բթությունը առհասարակ ամեն ինչի նկատմամբ, ոչ միայն երեխայի Եվ այստեղ նաև կարող բարձրաձայնվի, այստեղ են շատ հաճախ նաև բարձրաձայնվում են մտքեր երեխային վնասելու մասին եւ այլն, եւ եթե դա շատ ավելի երկարատև է, այստեղ արդեն ուրիշ ճանապարհ չկա, քան դիմել մասնագետին։ Եվ ասեմ, որ շատ հաճախ դիմում են այն փուլում, որ արդեն անգամ կլինիկական հոգեբանը այստեղ գործառույթ չունի անելու եւ արդեն ուղղորդում ենք հոգեբուժներին, քանի որ շատ անգամ արդեն դեղորայք անհրաժեշտ։ Բայց դա այնքան հազվադեպ է լինում, որտեղ էլի ստիգմա է, որտեղ բոլորը դրա մեջով անցել են, դու էլ կանցնես, ոչինչ դու պարկի թող ինքը տենց ապաթիայով նստի մի անկյունում, ոչինչ չհասկանա, մենք կմեծացնենք, մենք կլողացնենք, ոչինչ թող կուրծք չուտի եւ այլն, այսինքն Սա ավելի շուտ վնասելու մասին է, այլ ոչ թե օգնության իրականում։ Եվ իհարկե, եթե նախորդ միջև ծննդաբերություն է եղել է գոնե մեկ անգամ դեպրեսիվ էպիզոդ, նման կանայք իհարկե իրանք արդեն ռիսկի խմբում են։ Բայց եկեք մեր լսարանի համար, որտեղ հնարավոր է մեզ նաև տագնապային մարդիկ էլ հետո լսեն, իրենց համար պարզաբանենք, որ այդ մտքերը որպես կանոն վնասելու հետ կապված իրականություն չեն դառնում, դրանք ընդհանրապես։ Իսկ հոգեբուժին դիմելը ոչ թե նշանակում է, որ ասեցինք ուշ լինում, ոչ թե նշանակում է, որ դուք գժվեցիք, բան ցնդեցիք, չէ, ուղղակի արդեն նեյրոմեդիատորների Դիալոգիայի բանի հետ կապված փոփոխություններ է լինում, որոնք կամքի ուժով ուղղել կամ մտքերի կամ թերապիայի բանով ֆիզիոլոգիան ու այդ նույն չգիտեմ սերոտոնինն է, ինչն է հորմոնալ այդ հարցերը լուծել կամքի ուժով չի լինում, որտեղ կարիք է լինում դեղորայքի օգնություն, իսկ դեղորայքի մասնագետը, նեղ մասնագետը դա հոգեբուժն է։ Այսինքն ոչ թե ուշ է լինում, որտեղ արդեն գժված են լինում։ Չէ, առիթից օգտվեմ, ասեմ, որ հոգեբանները չեն նշանակում դեղորայք եւ գրագետ
հոգեբանները անշուշտ դիմում են կոլեգաներին եւ դա լինում է գեղեցիկ համալիր ռեաբիլիտացիա։ Մենք մինչև Փաշիկյան Գևորգի հետ էլ մեր հոգեբուժ գլխավոր sense ասած նախարարության խորհրդատուի հետ հոգեբուժության հարցերով էլի եթեր ունեցանք, որի ժամանակ էլի խոսացինք դրա մասին։ Շատ կան այսօր հոգեբաններ, որ նույնիսկ կլինիկական էլ չէ, հոգեբան, որը դեղորայք է նշանակում։ Ու այս վերջում էլի եղել էր դեպք, որ այցելում եք, բան ինձ մեր հոգեբանը sense ասում, հոգեբանը բժշկական կրթություն ունի, ես բժշկական կրթություն ունենալով, բժշկական ստաժ ունենալով դեղորայք չեմ նշանակում, ասում գնան հեղ մասնագետի մոտ։ Հոգեբանը բժշկական կրթություն ունի, բայց ասում, բայց ինքը ինչ խելքով է դեղ նշանակե, դու ինչ խելքով ես իր դեղը խմում։ Մինչև այդ ամենը։ Դրա համար ժողովուրդ, հա, եթե հանկարծ դեղորայքի բանի հարց է լինում, հիշեք, դա չի նշանակում, որ դուք գիժ եք կամ չգիտեմ ինչ եք, եւ հիշեք, եթե հոգեբանը ձեզ որոշեց դեղ նշանակի, այդ մի հատ ոնց որ ազդանշան է, որ մենք պետք է վերանայեք։ Так, դե քանի որ խոսքը գնաց արդեն հետծննդաբերական դեպրեսիայի, եկեք մի քանի բառ ավել հետծննդաբերական դեպրեսիայի մասին, մեզ մի քիչ պատմեք տենենք, այդ ինչ է, այդ ոնց է լինում, ոնց ենք դա տարանջատում, ոնց դա կանխարգել ենք, առաջին նշանները, որ ազդանշանները որոնք են, ինչին ավելի շատ ուշադրություն դարձնենք, որ ոնց ասած ուշ չլինի։ Դե այստեղ 2-3 շաբաթ հետո ծննդաբերությունից, եթե լինում է ցածր տրամադրություն, անքնություն, ախորժակի փոփոխություն, սարսափելի անտարբերություն սեփական եսի, երեխայի եւ ընտանիքի անդամների նկատմամբ, այստեղ արդեն մասնագետին դիմելու կարիք ունենք։ Եվ ուզում եմ ասեմ, որ հետծննդաբերական դեպրեսիան չի լինում միայն կանանց մոտ, եւ գիտական ապացուցված փաստ է, որ նա հանդիսանում է նաեւ տղամարդկանց մոտ բավականին շատ հետաքրքիր երևույթ, եւ առիթից օգտվելով ուզում եմ ասել, որ տղամարդիկ եւս ունեն աջակցության կարիք, նամանավանդ մեր հայկական իրականության մեջ, երբ որ ծնվում է նոր մարդ, բոլորը կենտրոնանում են նոր մարդու շուրջ, այդ փոքրիկ հրաշալի ամբողջ գործառույթները կազմակերպվում է այնպես, որ երեխային լիարժեք աջակցություն ցուցաբերվի, իսկ տղամարդը, որ մի փոքր ավելի ուշ է զարգանում հայրական ինստինկտը, այս ամենի մեջ ակտիվ ներգրավվածություն որպես այդպիսին չունի։ Եվ այլևս ինքը առաջնային չի իր կնոջ կյանքում, այդ իսկ պատճառով իր մոտ էլ է սկսում այդ հետծննդաբերական դեպրեսիայի ախտանիշներ, բայց իրանց մոտ իրանք յուրահատուկ ձևով է արտահայտվում, ինչ որտեղ նաև ագրեսիայով, որ իր մեջ երեխան է պայքարում երևի թե, ինչու ես առաջի դերում չեմ, ինչու ես այս պահին կարևոր չեմ, ինչու այդ սերը հիմա միայն երեխայի նկատմամբ է, եւ ինձ այդ սիրուց հասնում են ինչ որ sense փոքրիկ, այսպես ասած փշուրներ, եւ այստեղ է շատ կարևոր, որ պապաները նույնպես ներգրաված լինեն առաջի վայրկյանից, հա, թե այդ ամբողջ հղիության process-ին, թե այդ սկրինինգներին, որտեղ իրենք շատ ինտիմ process է հղիությունը, եւ դա հաստատ երկու հոգու մասին է, այլ ոչ թե ամբողջ գերդաստանի, եւ շատ անգամ ես վերջերս շատ յուրահատուկ դեպք եմ ունեցել, երբ որ հետծննդաբերական դեպրեսիան ամուսինն է տեսել նկատել եւ պայքարելով մամաների դեմ, թե իր մամայի, թե իր կնոջ մամայի դեմ, բերել է մասնագետի մոտ եւ շատ լավ ընթացք է ունեցել բուժումը եւ վերականգնվել է անգամ կրծքով կերակրումը, բայց դա այն ուժի շնորհիվ, որ ասլա ոչ միայն մասնագետը եւ մենք երկուսով։ Ձեր թույլտվությամբ այդ ուժ բառը փոխեմ, ասեմ ինքնագիտացման, դες մի քիչ դիտից բացեմ։ Որտեղ շատերի մոտ մեր մոտ կա, չէ, մտած որ հոգեբանի գնալը դա թուլություն է, ես ուժեղ եմ, ես չեմ կարող գնամ, դրա համար մի քիչ ավելի ասենք ինքնագիտացման, որտեղ ես վերջերս շատ եմ սիրել այդ արտահայտությունը ու ամենտեղ անպայման ասում եմ, որ հոգեբանի ու մասնագետի դիմելը դա ոչ թե թուլություն է, այլ ընդհակառակը ավելի բարձր գիտակցման մասին է, ավելի ինքնագիտակցված ու հասուն լինելու մասին է, ոչ թե թուլություն է, պրոստը առիթից օգտվեցի։ Ընտանիքի ու սոցիալական միջավայրի հետ կապված, այ խոսացինք զուգընկերոջներից, մի քիչ ավելի
թեկուզ մի քանի նախադասության, բայց մի քիչ ավելի կոնկրետ դեպի զուգընկերոջ դերը կարևորելով, ինչպեսի դեր ունի զուգընկերը կնոջ հոգեբանական վիճակի մեջ հենց այս շրջանում։ Դե կարծում եմ շատ կարևոր։ Չէ որ այդ երեխան միայն կինը չի, այսպես ասած, այդ երեխայի պատասխանատուն եւ ոնց ասեմ, որ ճիշտ լինի, կարծում եմ, հասկանում եք, ես միշտ ասում եմ զույգերիս, ընթացքում հիշողություններ հավաքեք, որ երբ որ ձեր երեխաները այլևս ձեր հետ չեն լինի, դուք ունենաք հիշողություններ, որոնք կարող եք իրար հետ կիսել։ Ինձ թվում է, քանի որ ինքս շատ sense ինտիմ գործընթաց է, կարծում եմ, որ դա պիտի կիսվի իհարկե զուգընկերոջ հետ, ցանկացած ցավ, ցանկացած անհանգստություն, ցանկացած տագնապ, բայց դուք այնքան լավ ասեցիք, այդ ինքնագիտակցումը պիտի լինի, այդ հրաշքի սպասումը պիտի լինի երկուսի կողմից իսկապես, եւ ներգրավվածությունը պիտի լինի, եւ այդ հավասարակշռությունը իրականում շատ բարդ է պահել, երևի թե նրանով է պայմանավորված, որ պատմականորեն տղամարդուն ցավոք սրտի ընկալում են միայն որպես մի անձ, որը գնում է աշխատանքին, ֆինանսական ապահովություն է տալի, եւ ինչ որ չափով ամբողջ այդ հուզական դերը թողում են միայն կնոջ ուսերին։ Եվ այդպես է տղա են դաստիարակում, եւ այդ է պատճառը, որ զույգերը շատ անգամ իրար չեն խոսում, որտեղ այդ հուզական ինտելեկտն էլ առանձնապես զարգացած չի լինում, եւ հետո կանեք շատ անգամ նեղանում են, որ իրենց սպասելիքները չեն իրականանում, նեղանում են, որ իրենց մասին հոգ չեն տանում, բայց երբեք իրենց սպասելիքների մասին չեն խոսում, եւ ասեմ նույնը, որ տղամարդիկ էլ այդ խնդիրը ունեն, իրանք քանի որ իրանց հետ դաստիարակում ենք զուսպ, հույս չարտահայտող, իրանք չեն մտածում, որ իրանք կարան ունենան որոշակի սպասելիքներ, իրանք կարող են ունենան որոշակի ցանկություններ եւ պահանջմունքներ։ Մինչև երեխա ունենալը, կարծում եմ այդ կապը պիտի արդեն ամրապնդված լինի, երբ որ ընտանիքը դա ոչ միայն այն է, որ ես այսպես եմ սովոր, իմ ընտանիքում սանց պիտի լինի, իսկ իմ ընտանիքում այսպես լինի, երբ որ սա մեր ընտանիքն է եւ ալի իմ եւ քո լավագույն ավանդույթները վերցնենք եւ ստեղծենք մեր նորը։ Այդ նորի ստեղծելը կենցաղի մեջ, ինձ թվում է հետագայում կապահովի այդ հղիության ընթացքում երեխայի ունենալուց հետո այդ ցանկացած նոր երևույթի ճիշտ ընկալումը եւ չգիտեմ հոգ տանելը այդ ամենի մասին։ Շատ նուրբ գործընթաց է, բայց դա նաեւ ինքնախնամքի մասին է, որտեղ սերը յուրահատուկ զգացմունք է, ինքը շատ բաներ մեջը պարունակում, բայց ինձ թվում է սենց եթե չաջակցես, ինքը հաստատ կմարի եւ այդ հարաբերությունները իրանք երբեք չունեն արձակուրդ, կարծում եմ, իրանք պիտի Իսկ ոչ թե պիտի ցանկություն ունենաս այդ հարաբերությունները եւ այդ զգացողությունները միշտ լրացնես անակնկալներով եւ չսպասես, որ քանի որ դու կինես քեզ պիտի անեն կամ որտեղ տղամարդը իրականում շատ է սիրում, որ իրեն հաճոյախոսում են։ Դա պիտի միշտ փոխադարձ լինի եւ բխի ոչ թե պարտավորվածությամբ, այլ իրական ցանկությամբ։ Դու շատ ռոմանտիկ ստացվեց։ Մի տեսակ նենց սիրուն ես ամեն ինչն ասեցիք, երևի շատերը հիմա այս լսելուց հետո իրենց մոտ ցանկություն կառաջանա, ովքեր որ զուգընկեր չունեն ունենան, ովքեր որ ունեն գնան իրանց խեղտեն ասեն, բա ինչի թե ինչի մեր ավելացրը։ Այսինքն իմ հարցի պատասխան ինչ դեր ունի զուգընկերը կնոջ հոգեբանական վիճակի մեջ, եթե կոնկրետ պատասխանենք շատ մեծ ու ուղիղ դեր ունի այդ հոգեվիճակի մեջ։ Ու երևի հենց հետո ամենաառաջի դերը հենց զուգընկերն է։ Կինն էլ շատ մեծ դեր ունի տղամարդու հոգեվիճակի մեջ, կարա եւ ստաբիլիզացնի եւ կարա եւ հակառակը։ Եվ ավելի վարի տա։ Շատ լավ։ Շնորհակալություն շատ։ Մեզ լսողներին ասեմ, որ եթե ինչ-որ հարցեր ունեք, կարաք ձեր հարցերը գրեք, վերջում դրանց կանդրադառնանք։ Իսկ մեր հաջորդ հարցը, որ կուզեմ նախապատրաստել եմ, որ հարցնեմ, կուզեմ պրոստը sense
էլի պրակտիկայից արտահայտություններ, որոնք որ հիմնականում այդ ոչ թե շատ sense բանով, այլ կոնկրետ կետերով թվարկենք այն հիմնական ծնողների ու հարազատների են հիմնական խորհուրդները, որոնք ավելի շատ վնասում են, ոչ թե օգնում հղիին կամ ծննդկանին։ Դե քանի որ մենք շատ սիրում ենք խորհուրդներ տալ, եւ մեր խորհուրդները շատ անգամ ոչ թե իրանք կրում են սենց իսկապես աջակցող բնույթ, այլ սենց խրատի տեսքով են, եւ շատ անգամ երեխա դաստիարակման մասին, երբ որ խոսում ենք դաստիարակության մասին, մեզ թվում է, որ դաստիարակված եւ լավ խնամ երեխան դա կուշտ եւ մաքուր երեխան է, բայց դա ուղղակի սենց կարծում եմ խնամքա, որը բացարձակ դաստիարակության հետ կապ չունի, եւ այդ խորհուրդները կամ աջակցող, այսպես ասած, խորհուրդները իրանք ընդունելի են այն ընտանիքներում, որտեղ փորձը ցուցատալի հրաշալի հուզական փոխհարաբերություններ են եւ կա հարգանք եւ պահպանվում են նաեւ անձնական սահմանները։ Այսինքն ես կարող եմ քեզ խորհուրդ տամ, այսպես անես, բայց ինչպես կուզես առանց անձնական սահմաններ խախտելու։ Փորձը ցույց է տալի, որ այն ընտանիքներում, որտեղ չկա այդ հուզական կապը, հա, եւ անգամ հարգանքը, այդ խորհուրդները շատ դժվար են ընկալվում, շատ անգամ չեն էլ ընկալվում եւ կարող են կոնֆլիկտի որոշակի բնույթ կրեն։ Ինչպես նաև եկեք նաև ընդունենք այն փաստը, որ երեխա դաստիարակելու ոճերը փոխվել են, հիմա շատ ժամանակակից մեթոդներ կա, անգամ երեխայի խնամքի, որ այնինչ որ եղել է 30-20 տարի առաջ, անգամ 15, այսօր չկա եւ մեր, այսինքն ավելի հասանելի են ավելի նորարար մեթոդներ, ավելի հեշտացնող մեթոդներ, հա, որոշակի գործառույթներ իրականացնելու եւ բարձր որ սերունդների տարբերությունը միշտ էլ կա կլինի նաեւ էլի եմ ասում, երևի թե հիմքում այդ հարաբերություններն են միջև երեխա ունենալը։ Եթե կա այդ հարգանքը, սերը, ջերմությունը, ցանկացած խորհուրդ կարող անցալվի ավելի դրական։ Մոտեցումը հասկացա, բայց եկեք փորձենք բան անենք։ Այ վնասող top 5 վնասող խորհուրդներ, որոնք կլինեն դրանք ըստ ձեր պրակտիկայի։ Ամենավնասող խորհուրդները թող գիշերը քնի մի կերակրի, ամենավնասող խորհուրդները կարան լինեն, չգիտեմ, երեխային դուրս մի հանի կհիվանդանա, հա, աչքով կտան, ամենավնասող կարելի է լինի այդքան սեր պետք չի տալ, կլկստվի, ամենավնասողը կարա նաև լինի, ես ոնց եմ մենակ մեծացրել, դու էլ մենակ մեծացրու, ամեն րոպե ամուսնուդ մի կանչի, եւ տենց իրանք ինձ թվում է շատ են։ Դեն Երիկա, ուզում եի պրոստը այն հիմնականները, որը որ sense ասած ձեր գլխին կգա, այսինքն հիմնական ամենատեսները ձեր պրակտիկայի, ձեր փորձի։ Ուստերս միանգամից հարց է գալիս, որ այ երբ որ դե դու մենակ դու չես, այ ոչ առաջինն ես, ոչ վերջինն ես, դրանից հետո շատ հաճախ լինում է, որ կնոջ ինչ-որ այսքան բան անելը, թե ամուսնու հետ կապված կլինի առանձին իրենք իրենց ընտանիքով ապրելուց կլինեն, թե ծնողների հետ ապրելուց կլինեն ու ինքը իրենց ինչ-որ բան պահանջվի անել, իրանից ինչ-որ ակնկալիք լինի, որ որպես կին տան անդամ ինչ-որ բան անի, բայց ինքը քանի որ սպառված է, իր համար դժվար է, չգիտեմ, երեխու հետ կապված է, այդ նույն հասարակ գիշերը չքնելը, որ չի վերականգնվել բան եւ այլն, ու այդ դեպքերում դա իր համար ոնց որ մերժելը ինքը դժվարանում է մերժի, վախենում է մերժի, ամաչում է մերժի, ինչի է այդքան դժվար մերժել ու ասել, որ ինձ հիմա հարմար չի կամ ես հիմա չեմ կարող, ինչի է դա հաճախ այդքան դժվար լինում ու արդյոք կինը իրավունք ունի ասի ինձ հիմա հարմար չի։ Այո, իրավունք ունի, բայց ինձ թվում է մինչև մայրանալը արդեն իսկ չունի այդ հմտությունը ճիշտ ժամանակին ոչ ասելու եւ առողջ հոգեբանական սահմաններ գծելու։ Այստեղ ուղղակի ավելի սրված է, ինչու կինը, որ նաեւ մայր է, իրավունք չունի, երևի թե դա էլի ինչ որ կարծրատիպ է մեր հասարակության մեջ ձևավորված այդ տոտալ հասանելիության մաքսիմալ հուզական ներգրավվածության, որտեղ լավագույն մայրը կարա լինի միայն այդպիսինը։
Այսինքն չի կարող ունենալ սահմաններ եւ նաեւ ասեմ, որ զույգերի ամենամեծ խնդիրներից մեկը այն է, որ ծնող դառնալու պես մոռանում են, որ իրանք զույգ են, ունեն իրենց սեփական պահանջմունքները, զգացմունքները եւ իրենց դերը այստեղ չի վերանում կին ամուսին լինելու, հա, այսինքն ծնող լինելու դերը շատ կարեւոր է, բայց իրանք շարունակում են նաեւ զույգ լինել։ Եվ ինչ որ միտեղ, եթե այդ հարաբերությունները բավարարված լիարժեք չեն լինում, ինչ է մնում կնոջը, եւ եթե որպես մասնագետը չի կարող կայանալ, ինչ է մնում կնոջը, մնում է 24 ժամ, ես միայն մամա եմ, հասանելի եմ բոլորի համար եւ ի վերջո բոլորը դառնում են իր զավակները, որոնց մասին ինքը հոգա տանում։ Այդ առողջ ոչ ասելը շատ կարեւոր է։ Դա պարտավորվածություն չի որպես այդպիսի, ոնց որ դուք ասեցիք, դա ինքնագիտակցության մի մասնիկ պիտի լինի, որ դա առողջ սահմաններ են, որը գրավական է առողջ հոգեկան ունենալու համար նաեւ։ Շատ լավ, խոսացինք, որ ծնող լինելուց բացի նաև զույգ են չեն դադարում զույգ լինել, ու ստեղ մենք գիտենք, որ շատ հաճախ ծննդաբերությունից հետո առաջանում է ասած ինքնության ճգնաժամ։ Մի երկու բառով կուսեմ սրա մասին էլ այս ինֆորմացիա տակ։ Ինքնության ճգնաժամի հիմքում միանշանակ այդ դերի հավասարակշռությունն է։ Երբ որ դու ուղղակի խառնվում ես եւ չես հասկանում ինչպես այդ ամենը կարաս հարցնես, ոնց կարող ես բալանսի բերել, եւ լավագույն ինձ թվում է լավագույն խորհուրդը, որ կարելի է տալ, դա նախապես զրուցել եւ որոշակի դերային բաշխումն է, որ զույգը կարա անի ծննդաբերությունից հետո ինչ որ պարտավորվածությունների նկատմամբ։ Եվ այո, շատ անգամ կանայք ծննդաբերությունից հետո նոր սկսում են զգալ իրենց կանացիությունը, որտեղ շատ անգամ ուղիղ կապում են կանացիությունը մայրության հետ։ Եվ դրա համար ժամանակ է պետք, դա աստիճանաբար է լինում եւ պետք է նաեւ սեփական եսին ժամանակ տալ, որ այդ ամենը զգալ, ապրել եւ լիարժեք լինել։ Բայց այդ լիարժեքության մեջ ամենակարևորը երբեք իդեալականացնել ցանկացած դեր, հա, որ ես պիտի իդեալական մայր լինեմ, ես պիտի իդեալական կին լինեմ, ես պիտի իդեալական դուստր լինեմ, իդեալական քույր եւ իդեալական մասնագետ։ Դե որպես կանոն իդեալական մեկը ոչ մի բան չեն կարա լինենք, բայց դեռ միանգամից, այսինքն կարանք սրանից ասենք, որ մայր եւ կին դերերը իրար հակասում են։ Չէ, իրանք չեն հակասում իրար, իրանք իրար լրացնում են։ Բայց այստեղ մեղքի զգացումը շատ անգամ գալի, հասկանում եք։ Այսինքն ես ոնց կարայի օրինակ մտածել, որ ես ուզում եմ այս երեկոն անցկացնեմ իմ ամուսնուս հետ, եթե իմ երեխան իմ խնամքի կարիքն ունի։ Ոնց, բա ինչ կասեն, ինչ կմտածեն։ Արդյոք ճիշտ է, որ ես կերակրող մայր եմ եւ ես ունեմ օրինակի համար որոշակի սեքսուալ ցանկություններ։ Ոնց։ Այդքանով բա իրանք իրար չեն հակասում։ Բալանսի մեջ ոչ։ Ուստեղից միանգամից բերեցի այն հարցին, որ ուզում էի, այ ոնց անենք, որ այդ եսը ասենց ասած չկորի մայրության դերի մեջ կամ մոր դերի մեջ եսը կնոջ դերը ոնց անենք, որ չկորի ու ինքը ասած այդ բալանսը պահի։ Երևի թե ամենակարևորը մի պահ մտածես, որ այդ քո ինքնամոռած եսը երբեք թույլ չի տա, որ քո երեխան ինքնուրույն լինի եւ առողջ սեպարացիա ունենա։ Որ այդ քո չափից շատ սերն ու խնամքը կարա քո երեխային խանգարի։ Դա չի նշանակում, որ ամեն վարքյան զսպես քեզ, որ ես ուզում եմ գրկեմ, լավ չգրկեմ, բա որ հանգար դա վաղը խանգարի երեխային։ Դժվար է իրականում այդ բալանսի մասին խոսել, շատ։ Առավել եւս մի նախադասության բան չի կամ Առավել եւս մի նախադասության, դա մի մեծ թեմա է ինքնախնամքի եւ այդ բալանսի, ընտանիք, մասնագիտություն, ամուսին, երեխաներ եւ այլն։ Բայց այստեղ ամենակարևորը հասկանալ, որ ինչ որ մի փուլում
մեկը կարա լինի առաջնային դերում, որտեղ այս պահին այո նորածին երեխան իհարկե անշուշտ առաջնային դերում է, բայց այդ դերի ստանձնելը միայն կնոջ պարտականությունը չի։ Ու բնականաբար ինչքանով էլ որ կնոջինն է, բայց կինն էլ ես սիրում եմ sense խոսել ռեզինից չի ու նորմալ է որ սպառվի, այդքանով որպեսզի կինը կարողանա լինի ավելի լավ վիճակում ու ավելի լավ կարողանա իր դերը իրականացնի, բնականաբար իրան այն աջակցությունն է, որ ասում ենք զուգընկերը ինչ դեր ունի, այո, այդ շատ մեծ դերը շատ կարևոր է, որ այդ աջակցություն լինի, որ ինքն կարողանա հնարավորինս իր կողմից անի, մի հատ ավել մեղքի զգացում չունենա ամուսնու կամ զուգընկերոջ նեղանալու կամ խռովելու, որ իրան ավելի շատ ժամանակ էս ուշադրությունս դարձնում, քանի ինձ ես եկա էլի ինչ ժամանակ չհասավ եւ այլն, ու այդ ամեն ինչը գիտակցի։ Լավ, եթե որպես ամփոփող հարց մի հարցել տամ, որտեվ այս այն թեման է, որ ինչքան էլ խոսանք, հակը խոսանք, բայց էլի ահագին բովանդակալից ու այն կարևոր կետերին անդրադարձող զրույց ունեցանք այսօր, հույս ունեմ մեր լսարանի համար շատից քչից օգտակար եղավ, չնայած շատ օգտակար եղավ, բայց եթե որպես ամփոփող հարց, եթե ուզենանք դուք որպես մասնագետ, եթե ուզենաք մի բան փոխանցել մեր լսարանին, մեկ մաքսիմում երկու նախադասություն, ինչ է կուզենաք, որ իրանք sense ասած տեղից տանեն կամ մի բան հիշեն, ինչ է հիշեն, դա ինչն է, որ sense որ շատ ասենք, շատը չեն հիշի, մեկ երկու հստակ նախադասություն, որ sense նստածն իրենց գլխի մեջ ու դա հիշեն։ Երբ թե միակ բանը ինչ որ կարամ փոխանցեմ, որ հղիության ընթացքում, մինչև հղիություն, մայրանալու ընթացքում եւ ծննդաբերությունից հետո ոչինչ դիմանալու մասին չէ։ Եթե կա խնդիր, որ ձեզ անհանգստացնում է, դուք ունեք իրավունք այդ բոլոր խնդիրներին ստանալ պատասխան եւ ձեր ոչ մի զգացմունք մեր մասնագետների կողմից արժեզրկված չի։ Դա այն ճանապարհը չի, որ դուք պիտի անցնեք մենակ եւ ուժեղ լինելը դա դեռ չի նշանակում ամբողջ բեռը վերցնել ձեր վրա։ Շնորհակալություն շատ, հիշեցնեմ, որ մեր հյուրներ Ազատյան Նաիրան, կլինիկական հոգեբան, բժշկական համալսարանի դասախոս, Էրեբունի բժշկական կենտրոնի ծննդատան պերինատալ հոգեբան կամ ծննդատան հոգեբան, ում հետ դուք կարող եք կոնտակտներին կարող եք ծանոթանալ հենց մեր միտքի հավելվածում էլ, աշխատանքային գրաֆիկին էլ, ժամերին էլ, ընդեղ այդ ողջ ինֆորմացիան կա։ Ձայնագրությունը մենք կտեղադրենք մեր միտքի ալիքում, հիմա ես նայում եմ ստեղ տենամ ինչ-որ հարցեր ունենք գրված, թե չէ, բայց ոնց որ թե հարցեր չունենք։ Թե քանի որ հարցեր չունենք, ուրեմն եւս մի անգամ շնորհակալություն եմ հայտնում ձեզ, շատ հետաքրքիր զրույց ունեցանք, անպայման հետագայում ավելի sense ասած նեղ, մենք sense թռուցիկ տարբեր թեմաների վրա անցանք, անպայման սրանցից հետո ավելի մանրամասն առանձին թեմաների կանդրադառնանք, հուսով եմ մեզ չեք մերժի, ժամանակ կտրամադրեք ու մեզ sense ասած կկրթեք այդ առումով։ Շատ շնորհակալ կլինեմ, Ես էլ եմ շատ շնորհակալ, բարի գիշեր, հաջողություն բոլորին։